Վերաբերմունքս չեմ ուզենա ասել, որովհետև երկար ժամանակ ասում ենք, իմ այստեղ ներկայությունը ամեն անգամ դատարանի բակում ներկայությունս, դատարանի ներսում ներկայությունս, ինձ թվում է իմ վերաբերմունքը պարզ բացատրում է։ Մաղթանք ուզում եմ ասել, չգիտեմ կտեսնի Սրբազանը թե չէ, բայց ես ամեն անգամ աղոթքներում ձեզ հիշում եմ, ուզում եմ, որ դուք շատ առողջ լինեք, որովհետև դուք եզակի տեսակ եք։ Ես նոր մի հարցազրույց էլ տալուց ասեցի, որ իմ երեխաներին չեմ կնքում դեռ, որովհետև մինչև Սրբազանը դուրս չգա եւ ներկա չլինի այդ ամեն ինչի, որովհետև դա իմ համար շատ մի ուրիշ ձևի միջոցառում է, էլի դա ուղղակի այդպես միջոցառում չէ, այլ իմ կյանքի ամենակարևորագույն միջոցառումներից մեկն է լինելու իմ երեխաների կնունքը, ես անպայման ուզում եմ, որ Բագրատ Սրբազանը ներկա լինի եւ ուզում եմ, որ ինքը շատ երկար առողջ լինի, որովհետեւ ինքը դեռ մեր սերունդին եւ մեզանից հետո եկող սերունդներին լիքը բան ունի պատմելու, լիքը բան ունի ցույց տալու եւ սովորեցնելու, իր տեսակը յուրահատուկ եւ սկզբունքային գաղափարային տեսակ է, որը ցավոք սրտի այսօր չեմ ուզում ասեմ վերանում է, բայց գաղափարային մարդիկ, սկզբունքային մարդիկ կամ հիմա բանտերում են, կամ արդեն են որ երբ որ խոսում են, տանում են բանտ, արդեն չգիտեմ, ոչ թե վախենում են խոսել, երևի թե մի քիչ հոգնել են։ Իսկ Բագրատ Սրբազանը այն տեսակներ, որը հոգնող չի։ Ինքը Բագրատ Սրբազանն է։ Սրբազանը 11 ամիս է, ինչ արդեն կալանքի տակ է, ուզում եմ հասկանալ այս ընթացքն ինչպես է անդրադարձել ձեզ վրա, որպես հոգևոր հոտի մի մասնիկ։ Նախ ասեմ, որ ես ամեն անգամ դատարան գնալուց դատի ինձ կեսից հանում են, որտեղ ասում են նստում ես լացում ես, իսկ դա հաստատ հաճելի չի ապակու այն կողմում գտնվող մարդկանց, իսկ ես ինչի եմ լացում, որովհետև այդ վիճակը, երբ որ դու գիտես, որ դու այդ ամեն ինչի մեջ ես եղել, այդ մարդու կողքով քայլել ես եւ գիտես իր արդարությունը, իր ճշմարտությունը, իր ազնվությունը, ինչքան վեհ գաղափարների շուրջ էր իր մոտ հավաքված ամեն ինչ ընդհանրապես, այդ մարդը ապակու մյուս կողմում պիտի չլիներ։ Այդտեղ պիտի հանցագործներ լինեն միայն, բայց չպիտի լինի Բագրատ Սրբազանը, չպիտի լինեն 18 արդարները։ Եվ երբ որ դու, չգիտեմ, հասկանում ես, որ ոչինչ անել մենակով չես կարող այդտեղ կանգնած, բայց մենք շատով կարող ենք անել, մենք պիտի այս չպիտի խլանա, էլի այս ձայնը, չպիտի լինի, որ տենց մի օր լռեցինք ու մի օր սովորական դարձավ։ Ինձ համար օրինակ սովորական չի։ Իմ կյանքի վերաբերյալ Մոնթեն արդեն երկրորդ տարին է ինձ հարցնում է, որտեղ է Սրբազանը, բա ինչի չեն գնում Սրբազանի մոտ, որտեղ իմ երեխան դաստիարակվում է այն մտքով, որ Բագրատ Սրբազանը ճիշտ սկզբունքներով եւ ճիշտ հայ տեսակ է եւ սպասում է նրան, շատ է սպասում, որովհետեւ ինքը իր համար թե պապիկ, թե սենց չեմ ուզում ասել պապիկ, որովհետեւ Բագրատ Սրբազանը շատ երիտասարդ է պապիկ լինելու, բայց միևնույնն է Մոնթես լավ բառ ասում, աստվածի ընկերն է։ Մենք սպասում ենք աստվածի ընկեր Բագրատ Սրբազանին ազատության մեջ։ Անայս դուք ասում եք, որ ձայնը չպետք է խլացվի, սակայն մենք տեսնում ենք, որ մշակույթի գործիչները կլինեն դերասաններ, երգիչներ, բավականին քչերն են արտահայտվում, բացեիված իրենց կարծիքը ասում, այս մասին էլ շատերը լռում են։ Ինչու՞մն է կայանում։ Ես այդ համաձայն չեմ, լավ էլ քարոզարշավ են անում ոմանք, ովքեր որ ամբողջ 8 տարիների ընթացքում թե Արցախի հանձնման օրերին, թե երբ որ մեր երեխաների դիակները փտում էին ճանճերով լիցենյակում, թե երբ որ հանձնվում էր մեր Հայաստանից տարածքներ, թե երբ որ ադրբեջանցիները մտել էին մեր սուվերեն տարածքներ, այդ նույն քարոզարշավ անողներն ու բոկլետ բաժնողները, ոչ թե բաժանող, այլ բաժնողները լռում էին։ Դրա համար մի ասեք, որ իրանք հիմա լռում են, շատ լավ խոսում են, շատ լավ իրենց դիրքորոշումը հայտնում են ու ես շատ ուրախ եմ, որ հայտնում են, որովհետև այո, ու իրականում ես շատ դեմ եմ, որ այդ մարդկանց խարազանում են, ասում են, բա ինչի եք ձեր դիրքորոշումը հայտնում, չլավ են անում հայտնում են, բա մարդիկ չասեն, որ մենք Արցախը հանձնած մենք այն դիակները, այդ սենյակում փտացրած, մենք զինվորի ծնողին երաբլուրում քարշ տվողների կողքին ենք չասեն, շատ ապրեք, որ ասում եք, ես օրինակ ձեզանից շատ շնորհակալ եմ դրա համար, դա շատ մեծ նշանակություն ունի իմ համար, որ ես վաղ իմանամ, որտեղ նենց է լինում, որ մենք մշակութային գործիչներով կամ ինչ-որ, չգիտեմ, այդ ինչա կոչվում, արվեստի ձեր ասած մարդկանցով մի տեղում ենք լինում, ես օրինակ գոնե կիմանամ, որ հացի սեղան չնստեմ այդ մարդկանց հետ, ովքեր նորից եմ կրկնում, ձեր քաղաքական դիրքորոշում հայտնել չի, ինձ էլ ասում են օրինակ, բա դու էլ քո քաղաքական դիրքորոշումն ես հայտնում, բա դու էլ գնում ես օրինակի համար Սամվել Կարապետյանի կողքին ես կանգնում, երբ որ դատարանում օրինակ նրա դատն է լինում, ասում ես գնում եմ կանգնեմ հայ բարերարի կողքին։ Ես չեմ կանգնել երբևիցե Արցախը դավաճանած
Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացած եւ այդ նորից չնշեմ այդ բոլոր կետերը։ Այդ մարդկանց կողքին չէ։ Հենց որ շատ մեծ տարբերություն կա հարգելիներս, թե դուք ում կողքին եք կանգնում։ Ես եկել եմ կանգնել եմ այսօր ԱԱԾ շենքի դիմաց Բագրատ Սրբազանի համար։ Մի հատ համեմատեք, հլա ասեք բարձր Բագրատ Սրբազան եւ ասեք այն ձեր մի խոսքով։ Տիկին Սարդարյան, նախընտրական քարոզչության շրջանում ենք գտնվում, 13-րդ օրն է, եւ դուք որպես ակտիվ քաղաքացի, որպես չլռող քաղաքացի, ինչպես կգնահատեք։ Գնահատանքը կտանք հունիսի 7-ին, ես պարտադիր գնալու եմ ընտրության եւ կոչ եմ անում բոլորին պարտադիր գնալ ընտրության, որովհետեւ ընտրության չգնալով ժողովուրդ ջան դուք պատասխանատվությունը ձեր վրայից գցում եք եւ հետո օրինակ տնից նստած գրում եք, բա տեսակ բան sense չէ, եկեք եւ ընտրություն կատարեք, պարտադիր եկեք եւ ձեր ընտրությունը կատարեք։ Ընտրությունը մենակ քաղաքականությամբ զբաղվողներինը չի, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդ եմ, այսինքն իմ երեխայի ապագանով ընտրի, ով ընտրի, ինչ-որ անատամ մեկը, որ ընդհանրապես չի հասկանում ինչա կատարվում այս երկրում, որը որ օրինակ երեք նայում է Իլիաս Սարգսյանի մոտ մի տիկին, նորմալ տեսքով էլի, որ նայում ես տենց հաստատ ինչ-որ խանգարումներ չունի, բայց շատ մեծ հաճույքով ասում է սպասում ենք ադրբեջանցիներին, թող գա գրկաբաց ընդունենք ապրենք։ Ես ներողություն, բայց թույլ չեմ տալիս ձեզ ընտրել իմ երեխայի ապագան, դրա համար ես գնալու եմ իմ երեխայի ապագայի ընտրության ետևից, պարտադիր եւ կատարելու եմ իմ ընտրությունը։ Քարոզարշավը արդեն մի տեսակ այն ինչ որ անում են դրանք դե ինչ ասեմ, ինչ ասեմ Այն որ իրանք իրանց բնորոշում են շատ հրաշալի բառերով, այո, իջեք ինչքան կարողանում եք, ձեր իջնելով միայն ձեզ եք վնաս տալիս, չնայած ես վստահ եմ իրեն հարգող ոչ մի մարդ, կնոջը հրող, բրդող, պապիկի բերանը փակող եւ նման լիքը որ ասեմ Ժորժ ջան, եթե հիմա ես նստեմ թվարկեմ իրանց արածների այդ բացասական բաները, ինձ թվում է ուղղակի մենք այսօր ստեղ պիտի մնանք։ Հենց որ ընտրության գնալը կարևոր է, շնորհակալ եմ։